Խոսքս փոխանցեմ Ռուբեն Մխիթարյանին։ Շնորհակալություն հարգելի լրագրողներ, առաջին հերթին ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, որովհետև ձեր իսկ լուսաբանման շնորհիվ պարզ դարձավ, որ Ռուբեն Մխիթարյանը որևիցե գործողություն չէր կատարել, ոչ իրավաչափ գործողության մասին է խոսքը, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից այս ամբողջ ընթացքում կատարված ահռելի աշխատանքի լուսաբանման համար, որովհետև վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այս պահին այսպես ասածա, թիրախավորվող խմբերը, լրագրողներն ու փաստաբաններն են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև իմ փաստաբանական ամբողջ թիմին, իմ գործընկերներին, մեր ձևով թիմին, մի բան կուզեմ նշեմ, վերջին ժամանակներս նաև իշխանության կողմից անդադար տարբեր տեսակի հարցեր են հնչում, թե լավ վերջիվերջո ամեն մեկը ասում եք մեր ձևովը մի բան է, մեկը ուրիշ բան է ասում, մեկը մի բան է ասում, կուզեմ հենց այդ մեր ձևովին նաև շատ հակիրճ անդրադառնամ, մեր ձևովը վստահեցնում եմ ձեզ նամանավանդ վերջին 30 օրվա մեջ, շուրջ 30 օրվա մեջ ես հասկացա, որ մեր ձևովը նաև նշանակում է մի մեծ ընտանիք։ Ինչի, երբ որ ես գտնվել եմ նման անհասկանալի կարգավիճակում, այդ ամբողջ ընթացքում մեր ամբողջ թիմը, շարժման անդամների երևի գերակշիռ մասը առավոտից իրիկուն եղել են մեր տանը, 24/7 եղել են իմ ընտանիքի կողքին, իմ ընկերների կողքին, դրա համար միանշանակ մեր ձևովը նաև ի թիվս այլ միայն տեղական բաների նշանակում է ընտանիք։ Կուզեմ նաև շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր հայրենակիցներին, ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր այս ամբողջ ընթացքում ցուցաբերել են ուշադրություն, հարցը պահել են ուշադրության կենտրոնում, որը շատ կարևոր էր, եւ նաև բոլոր մեր հայրենակիցներին, որովհետեւ քանի որ ես մոտ 28 օր գտնվելով անազատության մեջ, այսպես ասած աշտագին աշխարհից կդրված եմ եղել, վերջին 1.5 օրվա ընթացքում, նայելով Facebook, չգիտեմ, այլ սոցիալական կայքեր, հասկացա, թե ինչքան մեր հայրենակիցներ հոգնել են այս ամեն ինչից, որովհետեւ վստահ եմ բնակչության գերակշիռ մասը տեսել նաև այդ տեսագրությունները, թե ես ինչ էի անում, ինչի համար էի գնում ու ինչ անցած ճանապարհ ունեմ, շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ այդքան ուշադիր են եղել եւ այդքան սրտացավ։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին, բոլորիս հայտնի իրադարձություններին, ուրեմն հոկտեմբերի 20-ին հաշվի առնելով փաստաբանության մասին օրենքով, նախատեսված փաստաբանական գաղտնիքը չեմ կարող բարձրաձայնել, թե ում կամ քանի հոգու հայց, որպես պետք է ներգրանայի եւ փաստաբանական օգնություն ցուցաբերեի, ես Երևան քաղաքից շարժվել եմ Գյումրի քաղաք, այնտեղ հաշվի առնելով, որ հրաբարակ արդեն փակ էր, ոստիկանական մեքենաներ են եղել, ցույց եմ տվել իմ փաստաբանական արտոնագիրը, մեքենայով կարողացել եմ հանգիստ մոտենալ քաղաքապետարանի շենքին, այսինքն ոստիկանության աշխատակիցները այդ մասում գտնվող հենց այդ պահից սկսած տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու եւ առանց խոչընդոտ թույլ են տվել ինձ անցնել այդ փակ փողոցով։ Դրանից հետո ուրեմն բոլորի հայտնի կարճ տեսագրությունն է, որտեղ ինձ թույլ չէին տալիս մտնել քաղաքապետարանի շենք, սակայն այդ դեպքում կովել էր նաև մեր ոստիկանների աշխատանքը, ովքեր մոտ 10-15 րոպե բանակցելուց հետո ու որոշակի ենթադրում եմ ճշտումներից հետո թույլ տվեցին իմ մուտքը քաղաքապետարանի շենք։ Այնուհետև երբ որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արդեն հետևի տրնով իջեցնում են ներքև ու մեքենան շարժվում է, բոլորս գտնում ենք քաղաքապետարանի ձախ կողմում։
Դրանից հետո հայտնի մյուս տեսագրությունն է, որտեղ ես ամբողջովին հանգիստ կանգնած եմ ու եթե ճիշտ եմ հիշում, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյան հարցազրույց էր տալիս, մի քանի րոպե տկանից հետո նկատեցի, որ ունենք ինչ-որ ակտիվություն։ Արագ քայլերով այդ տեսագրությունը, երբ որ նայում եմ ժամանակագրային տարբերակումը, երբ որ անում ենք, տեսնում ենք, որ ընդամենը 1-2 րոպե հետո հայտնվել եմ այդ գիզակետում, հա, ձեռքերս բարձրացած, մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների, հա, մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանդարտության կոչեր անել։ Այդ երևի թե ըստ զգացողության էլ նաեւ տեսագրություններից հետ պարզվեց, որ տևել եմ մոտավորապես 15-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակով կանգնած եմ եղել ու այդ պահին ինձ առնվազն իմ համար անհասկանալի պայմաններում բերման են ենթարկում։ Բերման ենթարկելուց հետո ամբողջ ընթացքում ես բոլորին զգուշացրել, նաև ձերբակալող հա, ոստիկանության զորքերի աշխատակիցներին, տեսագրություններով նաև դուք տեսել եք, որ ասում եմ, որոցե խնդիր չկա, ես ձեր հետ քայլում եմ եւ ձեր հետ փաստաբան եմ, փաստաբանական կոորդինացիոն եմ իրականացնում, ինչեւ է այդ բանը արդեն բերման են ենթարկում ու մնացածը, ինչպես ասում են, դուք արդեն գիտեք, թե հարցեր կան կամ Եվ մի լրացում անեմ, տեսեք նաև ինչն էր հետաքրքիր սույն քրական վարի